Ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը, Կանդազը, կալանավորվեց 2 ամսով։ Հիշեցնեմ, որ ապրիլի 16-ին ու 17-ին Արտաշատի գրասենյակից ձերբակալվել էր նույն կուսակցության 14 անդամ, ենթադրյալ ընտրակաշառքի մեղադրանքով։ Նրանց թվում էր Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանը, որն ունի 5 որդեգրված երեխա։ Հետագայում 14-ից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեցին ավելի մեղմ միջոցներ՝ տնային կալանք, գրավ եւ բացակայելու արգելք։ Մինչև այդ էլ ապրիլի 14-ին ձերբակալվել էր Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը, հավաքներին մասնակցելուն արևերույթ հարկադրելու հոդվածով։ Ընդհանուր առմամբ տարբեր գործերով Ուժեղ Հայաստան կուսակցությունից ձերբակալվել է 17 հոգի։ Կանդազի ձերբակալությունը շատերը դիտարկում են որպես կուսակցության դեմ ճնշումների նոր փուլ, հատկապես որ նա պատասխանատու է անվտանգության հարցերով եւ ունի լուրջ ռազմական ու հետախուզական անցյալ։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը խոստացել է ստեղծել 300,000 նոր աշխատատեղ, հեգնանքով նշելով, որ Նիկոլ Փաշինյանի համար միայն թմբուկ զարկելու գործը կթողնեն։ Գործարարը նախազգուշացրել է, որ ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագիրը սպառնում է Սյունիքի կորստով եւ Հայաստանի վերջնական թուրքացմամբ։ Նրա համոզմամբ հայ ժողովուրդն արդեն արթնանում է եւ զգում է մոտալուտ փոփոխությունների շունչը։ Սամվել Կարապետյանը անդրադարձել է նաև Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացմանը եւ այդ վանդալիզմի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի դրսևորած լռությանը։ Իրենք հայտարարեցին, որ ուզում են հարկեն եկեղեցին, եկեղեցու մոմի վաճառքը, հանգանակություններ ուզում էին հարկեն ու հենց այդ ընթացքում էլ այնտեղ Արցախում քանդում էին ու զրո արձագանք էր այստեղ։ Դե շեֆից շատ է վախենում։ Որ Ալիևը ջղայնանա հանկարծ։ Դրա համար Փաշինյանի համար եթե մի մարդ իր խմբակով հարձակում է Էջմիածինի վրա, իր համար ինչ կապ ունի Արցախում մի 100 հատ եկեղեցի քանդեն, չեն քանդի։ Մամուլը գրում է, որ Հայաստանում համապետական ընտրություններից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գերիների 2 խմբի կվերադարձնի Հայաստան, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրացնելու եւ նրա վերընտրությանը նպաստելու նպատակով։ Մի խմբում կլինեն 8 հոգի, մյուսում 3, բացառությամբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության։ 19 գերիներից 11-ը, որոնց մեծ մասը 2020 թվականից ի վեր Բաքվի բանտերում է տառապում, կվերադառնա հայրենիք։ Ըստ աղբյուրի, այն, որ գերիների վերադարձի թեման համաձայնեցվել է Փաշինյանի հետ, վկայում է նաև Արցախի ղեկավարությանը վերադարձողների ցանկում չընդգրկելը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին եւ այլ հայ գերիների ազգային անվտանգության Բաքվի մեկուսարանից տեղափոխել են Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր։ Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը այս փոփոխությունը որակել է խիստ մտահոգիչ, ընդգծելով նոր հաստատությունում պահման պայմանների եւ բժշկական օգնության հասանելիության վերաբերյալ թափանցիկության բացակայությունը։ Ըստ նրա, Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ընտանիքներին նախապես չտեղեկացնելով տեղափոխման մասին եւ հրաժարվելով տրամադրել դատավճիռների օրինակները։ Ռուսական անկեղծ նշան մակնշման համակարգը կասեցրել է հայկական ջերմուկ հանքային ջրի շուրջ 338,000 շիշներ առող խմբականակի վաճառքը։ Արգելքը կիրառվել է հիմնվելով պարտադիր պահանջների ենթադրյալ խախտումների եւ սպառողների առողջությանը սպառնացող հնարավոր վտանգների վրա։ Սահմանափակումները վերաբերում են այս տարվա փետրվարի 17-ին եւ մարտի 5-ին արտադրված ապրանքներին, որոնք արգելափակված կմնան մինչև ստուգումների ավարտը։ Հիշեցնեմ, որ 2024 թվականին եւս ջերմուկի վաճառքը Ռուսաստանում կասեցվել էր Հյուսիսային Օսիայում արձանագրված թունավորման դեպքից հետո։ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել է, որ Ռուսաստանի համապատասխան պատկան մարմիններից Ռոսպոտրիբնաձորից կամ Ռոսսելխոզնաձորից պաշտոնական որևէ տեղեկություն, գրություն, խնդրու առարկայի վերաբերյալ առայժմ չի ստացել։ Ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ, նշված է տեսչական մարմինի հաղորդագրությունում։ Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը Բելգրադի Ցրվենազվեզդայի կազմում դարձավ Սերբիայի չեմպիոն։ Առաջնության ավարտից 4 տուր առաջ Ցրվենազվեզդան դարձավ անհասանելի մրցակիցների համար։ Մեր ազգային հավաքականի առաջատար Էդուարդ Սպերցյանի թիմն այս պահին ընթանում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին տեղում եւ հավակնում է չեմպիոնության։ Առաջնության վերջին տուրում հաղթանակից հետո Սպերցյանը սոցիալական ցանցերում գրել է. «Հպարտանում եմ թիմով, մենք կկրվենք մինչև վերջ»։ Նշեմ նաև, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիկ Մխիթարյանի թիմը Ինտերը Իտալիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ գրեթե անհասանելի է դարձել հետապնդողների համար, եւ Հենրիկը վերջին 3 տարում երկրորդ անգամ կարող է հռչակվել Իտալիայի չեմպիոն։ Այս պահին սա դայմեր լուրներ։ Շնորհակալություն, որ մեր հետ էիք։ Լուրերին հետևեք Ռուսարինֆոյի միջոցով։